Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները եւ ուշագրավ զարգացումները։ Ադրբեջանում մեկնարկել էր կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը COP29, որի ընթացքում համաշխարհային առաջնորդները հավաքվում են քննարկելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի լավագույն լուծումները։ Նախատեսվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 100 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, փոխնախագահներ, սակայն բազմաթիվ պետություններ հրաժարվել են առաջին դեմքով ներկայանալ։ ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելը եւ Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը։ Ալիևը նշել է, որ բարձր է գնահատում Շարլ Միշելի դերակատարությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններում։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ հենց Միշելի միջնորդական առաքելության ընթացքում են ձևավորվել Բաքվի ու Երևանի միջև ընթացող բանակցությունների կառուցվածքը եւ օրակարգի առավել կարևոր ուղղությունները։ Հայաստանը COP29 համաժողովին հրավիրված երկրների թվում էր, կմասնակցի սակայն այդ երկիրը այս հավաքին թե ոչ, իրենք պետք է որոշեն, հայտարարել է Ալիևը Ֆինլանդիայի նախագահի հետ հանդիպմանը։ Բելգիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում եւս Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, նշելով, որ վերջին 1 տարում Երևանի հետ ակտիվ բանակցություններում լուրջ առաջընթաց է արձանագրվել։ Մինչև քննարկվում էր կմեկնի Միրզոյանը Բաքու թե ոչ, Հայաստանի արտգործնախարարը մեկնել է Շվեդիա։ Արդեն կայացել է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Շվեդիայի ԱԳ-նախարար Մարիա Ստենդերգարդի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում աշխատանքային ճաշի ձևաչափով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ու Շվեդիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ընդլայնման, երկկողմ օրակարգի հարստացման, գործակցության խորացման հետագա հեռանկարները։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերության ներկա փուլին, արձանագրված ձեռքբերումներին եւ նոր հավակնոտ օրակարգի հետագա զարգացման հնարավորություններին։ Հայաստանի եւ Շվեդիայի ԱԳ-նախարարները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության առնչվող հարցերի շուրջ։ Տարածաշրջանային հարցերի համատեքստում էլ անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակված խաղաղության խաչմերուկին։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի Շվեդիա այցը հագեցած օրակարգ ուներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ, Հայաստան-Շվեդիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման վերաբերյալ քննարկումներ։ Միրզոյանը շվեդ գործընկերներին է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։ Աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Ռիքսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի եւ խորհրդարանի անդամների հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ Հայաստան-Եվրամիություն օրակարգին, նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի զարգացմանը։ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնական զարգացումները, այդ թվում սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Շվեդիայի ԵՄ հարցերով նախարարի հետ։ Նախարարն ընդգծել է վարչապետ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում արված հայտարարությունն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մոտենալ Եվրամիությանն այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի։ Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է նաև Հայաստանի հասարակության շրջանում ԵՄ-ի հետ գործընկերության խորացման վերաբերյալ ակտիվ քննարկումների մասին։ Հայաստանի եւ Շվեդիայի նախարարները պայմանավորվել են դիտարկել երկու երկրների միջև գործակցության նոր հնարավորությունները։ Ստոկհոլմի քաղաքային խորհրդի նախագահ Օլե Բուրելի հետ էլ հանդիպմանն արդեն Միրզոյանը մտքեր է փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների կարևորության, ժամանակակից պայմաններում ժողովրդավարության խթանման ճանապարհին առկա մարտահրավերների վերաբերյալ։ Հանդիպման ավարտին Միրզոյանը Օլե Բուրելի ուղեկցությամբ կարճատև շրջայց է կատարել քաղաքային խորհրդի պատմական նշանակության շենքում։ Welcome. Thank you so much for coming. Ստոկհոլմում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումների շարքը շարունակվել է նաև Էրիքսոն ընկերությունում։ Այստեղ ընկերության նախագահի ուղեկցությամբ Միրզոյանը ծանոթացել է կառույցի գործունեությանն ու արձանագրված առաջընթացին։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում ընկերության գործունեությանը եւ գործակցության հետագա հնարավորություններին։ Իսկ նոյեմբերի 11-ին կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության եւ արտաքին առևտրի նախարար Բենջամին Դուսայի հետ։ Նույն օրը Հայաստանի արտգործնախարար
արտգործնախարարը Ստոկհոլմի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնում մասնակցել է գլորսեղան քննարկման, ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները, անդրադարձ կատարել հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման հարցերի, նոր գործընկերությունների զարգացման, լայն աշխարհագրությամբ երկրների եւ կառույցների հետ գործակցության առանձնահատկություններին ու հեռանկարներին։ Հագայի դատարանը նոյեմբերի 12-ին ժամը 18-ին դրամբաց նիստում հրապարակել է իր վճիռը Հայաստան ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ։ Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Բաքվի ներկայացրած նախնական երկու առարկությունները։ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանն Ադրբեջանի դեմ վարույթ էր նախաձեռնել կապված ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ։ 2023-ի ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրեց նախնական առարկություններ դատարանի իրավասության վերաբերյալ եւ գործի վարույթը կասեցվեց մինչեւ դատարանի որոշման հրապարակումը։ 2023 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Հայաստանը ներկայացրեց իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ։ Դատարանի նախագահ դատավոր Նավաֆ Սալամը նշեց, որ իր դիմումի մեջ Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է ՌԽՎԿ-ի մի քանի դրույթներ, տասնամյակներ շարունակ իրականացնելով ռասայական խտրականության պետական քաղաքականություն։ Հայաստանը մասնավորապես պնդում է, որ պետության կողմից հայատյացության քաղաքականության հետևանքով հայերը համակարգված խտրականության են ենթարկվել զանգվածային սպանությունների, խոշտանգման, բռնության եւ չարաշահումների։ Դատարանը ի գիտություն է ընդունում, որ Հայաստանը դիմել է, որպեսզի դատարանը 36-րդ հոդվածի առաջին մասով հաստատի իրավազորությունը ՌԽՎԿ-ի 22-րդ հոդվածով նախատեսված պարտավորություններին համապատասխան։ Ադրբեջանը երկու նախնական առարկություն է ներկայացրել։ Առաջին, պնդել, որ դատարանը իրավազորություն չունի ՌԽՎԿ-ի 22-րդ հոդվածով նախատեսված բանակցությունների նախապայմանը չկատարելու պատճառով։ Երկրորդ, Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի որոշ պահանջներ դատարանի իրավազորության ներքո չեն առարկայական իրավազորության շրջանակում ՌԽՎԿ-ի 22-րդ հոդվածի համաձայն։ Հենց այս առարկությունները մերժեց Հագայի դատարանը։ Իսկ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի հրապարակումից անմիջապես հետո դատարանը հրապարակել է իր վճիռը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով Հայաստանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ։ Դատարանը բավարարել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 3 առարկություններից երկուսը, մեկը մերժել։ 2025 թվականի պետբյուջեն իրական Հայաստանի քաղաքացիների մասին է ազգային ժողովում մեկնարկած հերթական քարորյանիստերի նման համոզմունք է հայտնել ֆինանսների նախարարը։ Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, ընդգծելով, որ պետբյուջեով շեշտը դրված է երկրի տնտեսական եւ անվտանգության դիմադրողականության բարձրացման վրա։ Անվտանգության համակարգն ուժեղացնելու նպատակով հաջորդ տարվա համար պաշտպանության նախարարության բյուջեն 110 միլիարդ դրամով կավելանա եւ կկազմի մոտ 665 միլիարդ։ 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը հասավ ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ։ Հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդգծեց, 2025 թվականի պետբյուջեն բացառապես թվերի, տոկոսային հարաբերակցությունների կամ կանխատեսումների համախումբ չէ։ Այն մեր բոլորի մասին է, իրական Հայաստանի քաղաքացիների, նրանց, ովքեր ձևավորում են մեր երկրի ներկան եւ ապագան։ 2025 թվականի բյուջեն մեր հաստատուն հանձնառությունն է երաշխավորելու, որ յուրաքանչյուր քաղաքացի ապրի արժանապատիվ կյանքով, ունենա զարգանալու եւ իր ջանքերն արժեվորված տեսնելու հնարավորություն։ Այս բյուջեն Հայաստանի ապագայի տեսլականի եւս մեկ էական քայլ է, որով ամրապնդում ենք մեր երկրի դիմակայունությունը, խթանում տնտեսական ներուժը եւ ապահովում հարկաբյուջետային կայունությունը ի նպաստ մեր երկրի բարության, ի նպաստ մեր քաղաքացիների բարեկեցության։ Նախարարը շեշտում է, բարելավվում են տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքները, կառուցվում են ճանապարհներ, ջրագծեր, դպրոցներ եւ մանկապարտեզներ, բարեկարգվում քաղաքներն ու գյուղերը, նոր հեռանկարային հնարավորություններ են ստեղծվում մարզերում ներդրումների համար։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ ուժային համակարգում մեկնարկած բարեփոխումները ամրապնդում են մեր քաղաքացիների անվտանգության զգացողությունը։ Իսկ բարեկային նոր ծառայությունը, որ հասանելի է արդեն բոլոր մարզերում, հիմք է հանդիսացել քաղաքացի ոստիկան նոր որակի փոխհարաբերությունների մշակույթի ձևավորման համար։ Հովհաննիսյանը կարևորում է, որ 2025 թվականի բյուջեով 4% կրճատվելու է պետական կառավարման համակարգի ծախսերը։ Նրա խոսքով, յուրաքանչյուր հարկ վճարող քաղաքացի պետք է վստահ լինի, որ պետբյուջե ուղարկած յուրաքանչյուր դրամ նպատակային է ծախսվում։ Կառավարության համար առաջնահերթություն է պետության տնտեսական դիմադրողականության բարձրացումը։ Ընդգծում է Հովհաննիսյանը, անդրադառնալով նաև անվտանգության ոլորտում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուն։ Ներկա զարգացումները ստիպում են դիվերսիֆիկացնել ու ամրապնդել անվտանգային համակարգերը։ Հետևապես, երկրի տնտեսական ու անվտանգային դիմադրողականության բարձրացումը գեր առաջնահերթություն է։
Այս համատեքստում պետք է հասկանալ, թե ինչպես է ձևավորվում Հայաստանի Հանրապետության բյուջեն։ Հայաստանի Հանրապետության բյուջեն ձևավորվում է Հայաստանի շուրջ 750,000 քաղաքացիների եւ օտարազգիների, ինչպես նաև շուրջ 130,000 տնտեսվարողների վճարած հարկերի շնորհիվ։ Անվտանգության համակարգը ուժեղացնելու նպատակով հաջորդ տարվա համար Պաշտպանության նախարարության բյուջեն 110 միլիարդ դրամով կավելանա եւ կկազմի 664.7 միլիարդ։ Շարունակվելու են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահպանման, տեխնիկական հագեցվածության ապահովման եւ բանակի մարտունակության ու կենսապահովման պահանջների բավարարման ծախսերը։ Կարողությունների զարգացման շրջանակներում նախատեսվում են նաև վերապատրաստումներ իրականացնել արտերկրի ռազմական ուսումնական հաստատություններում եւ ակադեմիաներում։ Այս առումով, եթե մեկ նախադասությամբ ձևակերպենք 2025 թվականի բյուջեն, մենք բարձրացնում ենք Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, որպեսզի կառուցենք դպրոցներ եւ շեշտակի բարելավենք կրթական համակարգը, ինչը մեր պետության հարատեվության գրավականն է։ Հովանիսյանը շեշտեց, տնտեսական աճն ու անվտանգության համակարգի բարձրացումը պետք է նպաստեն արտագաղթի տեմպերի նվազմանը։ 2024 թվականի ավարտին տնտեսական աճը կանխատեսվում է 5.8%, իսկ հաջորդ տարի 5.6%։ Միաժամանակ ֆինանսների նախարարը նկատում է, որ այս բյուջեով բազմաթիվ կարևոր հարցեր դեռ մնում են չլուծված։ Արկային սոցիալական բազմաթիվ խնդիրներ, տնտեսական արտադրողականությունը եւ կառուցվածքը դեռևս գոհացուցիչ չեն։ Վթարային շենքում բնակվող քաղաքացիների խնդիրները մնում են ամբողջությամբ չլուծված։ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը հետաձգվում է։ Համայնքների հավասարաչափ զարգացման ուղղությամբ մեր աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Հայաստան խմբակցությունից Արմեն Գյուրեղյանը նախարարից հետաքրքրվեց, թե ինչու բյուջեի նախագծում ներառված չէ առողջության համապարփակ ապահովագրության համակարգը, ինչի մասին գրված է կառավարության հնգամյա ծրագրում։ Սա մի process է, որտեղ մենք պետքա մի հատ բալանս գտնենք։ Տարբեր խոստումների, տարբեր հնարավորությունների, կարողությունների համատեքստում եւ այն կետում, որտեղ մենք հիմա գտնվում ենք, առողջության համապարփակ ապահովագրությունը այդ կետի մեջ չի մտնում։ Մենք ունենք պետական բյուջեով նախատեսված 110 միլիարդ դրամի պահուստային ֆոնդ։ Այն պահին, երբ որ մենք կզգանք, որ պատրաստ ենք այս ուղղությամբ գնալու, մենք միջոցներ կարող ենք հատկացնել, եթե որոշվի, որ դա է ամենակարևոր հարցը, որը պետք է լուծվի։ Այնուհետև զեկույցով հանդես եկավ Կենտրոնական բանկի նախագահը։ Մարտին Գալստյանը տեղեկացրեց, որ Հայաստանում այս պահի դրությամբ 12-ամսյա գնաճը 0.6% է։ Կենտրոնական բանկի կանխատեսումներով տարեվերջին այն կբարձրանա հասնելով 2%-ի։ 2025 թվականին գնաճը մոտ կլինի նախանշված 4%-ի թիրախին։ Հիշում եք, որ մի քանի տարի անընդմեջ ունեցանք բարձր գնաճ, պայմանավորված կովիդի հետևանքներով, հետո ռելոկանտների հետ կապված արտաքին պահանջարկով եւ այլն, ու մեր վերջի 2 տարիների ցածր գնաճը մենք կարծում ենք, որ բավականին խելամիտ ենք անում, որովհետեւ ինչպես դուք նշեցիք, մենք նաեւ նախ եւ առաջ հենց մտահոգված ենք մեր այդ խավի գնողունակությամբ, որովհետեւ եթե աշխարհին էլ նայեք, այն մի կողմից գեոպոլիտիկան է ազդում տնտեսության վրա, բայց նաև չի կարելի բացառել են դրվագները, երբ որ տնտեսությունն է ազդում գեոպոլիտիկայի վրա։ Այսինքն մենք տեսանք աշխարհում առնվազն վերջերս մեկ գեր ընտրություն, որտեղ 3 պատճառներից մեկը, որ իշխանության գտնվող կուսակցության տեխնացում պարտվեց, դա հենց գնաճներ կամ ժողովրդի իրական եկամուտների չաճելը։ Գլխավոր դրամատան ղեկավարը նաև նշեց, որ սեպտեմբերի վերջի դրությամբ բանկային համակարգում ավանդները ընդհանուր 5 տրիլիոն 387 միլիարդ դրամ են, վարկերը 5 տրիլիոն 499 միլիարդ։ Գալստյանը անդրադառնալով կառավարության հարկային քաղաքականությանը, կարևորեց 2025-ին հարկային վարչարարության եւ օրենսդրական նախաձեռնությունների միջոցով հարկերի հավաքումը բարելավող լծակների ձևավորումը եւ արդյունավետության ապահովումը։ Իդեպ, ֆինանսների նախարարն էլ ակնկալում է, որ հարկերը այս տարի կկազմեն 2 տրիլիոն 455 միլիարդ դրամ, իսկ հարկեր ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավի 0.2%-ային կետով։ Խորհրդարանը 2025-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը կշարունակի նոյեմբերի 13-ին։ Ազգային ժողովում շարունակվել են 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումները, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն էլ խոսել է ուժային կառույցների բյուջետային հայտերի մասին պահելով գաղտնիության սկզբունքները։
Անդրանիկ Քոչարյանը հույս է հայտնել, որ Պաշտպանության նախարարության բյուջեն 110 միլիարդ դրամով ավելացնելը կնպաստի բանակի արդիականացմանը թե կադրային, թե սպառազինության եւ թե կառավարելիության մակարդակում։ Նա անդրադարձել է նաև զինված ուժերի կադրային ռեսուրսի օպտիմալացման հարցին, կարևորելով վերջերս համապատասխան օրենքում կատարված փոփոխությունը։ Խորհրդարանը վերսկսեց քարոզիայի աշխատանքները եւ շարունակեց 2025 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ քննարկումը։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ նախորդ շաբաթ քննարկվել են նաև ուժային թևի բոլոր կառույցներին առնչվող բյուջետային հատկացումները եւ ծրագրային բյուջետավորման դրույթները։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորը գաղտնիության սկզբունքը պահելով քննարկումների փակ հատվածներին անդրադառնալիս տվյալներ չներկայացրեց։ Ներքին գործերի նախարարության մասով հատկապես մտահոգիչ թեմաներից են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, սպանությունների դեմ պայքարի եւ դրանց կանխարգելման վերաբերյալ հարցերը, շեշտեց Քոչարյանը։ Կարծում ենք, որ նշվածի կապակցությամբ ձեռնարկված եւ ձեռնարկվելիք իրավական եւ կազմակերպական միջոցառումների համար անհրաժեշտ ռեսուրսները նույնպես պետք է կառավարվեն ներքին գործերի նախարարության 25 թվականի պետական բյուջեի ձևավորման ընթացքում։ Հանձնաժողովի նիստի ընթացքում հարցադրումներ արվեցին մահվան ելքով ՃՏՊ-ների մասով, որոնց անցնող համապատասխան ժամանակահատվածում զոհերի թիվը կազմել է 378-ը, ինչը չափազանց մտահոգիչ է ներկա իրողությունների պայմաններում։ Խոսելով ճանապարհատրանսպորտային պատահարների տխուր վիճակագրության մասին Քոչարյանը ընդգծեց, որ նման դեպքերի աճի նպաստում են տրանսպորտային միջոցների դեռևս մքեցված ապակիների առկայությունը, երեխաների համար նախատեսված քարսիտների բացակայության հանգամանքը։ Շատ դեպքերում էլ նաև անչափահասների տրանսպորտային միջոցների առջևում նստելու հանգամանքը։ Ես ասեմ, այստեղ մենք կանգ առանք քարսիտների հետ կապված առաջարկը մեր գործընկեր Սոնա Ղազարյանը առաջարկեց, որը շատ կարևորում ենք, որտեղ վիճակագրություն մասին երբ որ խոսք գնաց, հնչեց թե 24 թվականին 1-ից մինչև 10 տարեկան քանի երեխա ունենք մահվան դեպք, պարզեց որ 10 այդպիսի դեպք ունենք, որը շատ մտահոգիչ է, նույնիսկ մեկ դեպքը եթե առկա է։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը նաև անհանգստություն հայտնեց ոստիկանության ծառայողների շրջանում թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ։ 47 ոստիկաններ ազատվել են աշխատանքից թմրամիջոց օգտագործելու համար։ Ներքին գործերի նախարարության բյուջեն քննարկելիս կարևորվել է ոստիկանության ծառայողների լրացուցիչ հետազոտություններ անցնելու համար գերատեսչությանը հավելյալ ֆինանսական միջոցներ հատկացնելու անհրաժեշտությունը։ Անդրադառնալով ազգային անվտանգության ծառայության բյուջետային հայտին, Քոչարյանը շեշտեց, որ այս գերատեսչությունում ավարտվող տարում իրականացվել են բարեփոխումներ։ Նոր սահմանային պարետատներ, նոր սահմանապահ ուղեկալներ, տեսահասկման համակարգեր, հանցագործությունների մասին հաղորդումների ընդունման ու գրանցման սպասարկման կենտրոն, կիբերանվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի մասով միջոցառումներ, աշխատավարձի ֆոնդի վերանայում եւ այլն, որոնց մի մասը կրում է շարունակական բնույթ, որպեսզի հանգամանքով նույնպես պայմանավորված է համակարգի 25 թվականի պետական բյուջետային հայտում համապատասխան ծախսերի ավելացման անհրաժեշտությունը։ Պաշտպանության նախարարության բյուջեն 110 միլիարդ դրամով ավելացնելը հույս է ներշնչում, որ բանակի արդիականացումը թե կադրային, թե սպառազինության, թե կառավարելիության մակարդակում լինելու է, ընդգծեց Քոչարյանը։ Զինված ուժերի կադրային ռեսուրսի օպտիմալացման հարցին ուզում եմ առանձնագույն ուշադրություն դարձնեմ, որովհետև այդ կադրային ռեսուրսի բացի հետ կապված մենք վերջերս նաև օրենքի մեջ փոփոխություն մտցրեցինք, որպեսզի հնարավորություն տանք կենսաթոշակի պահպանման հիմքով որոշակի աստիճան ունեցող զինվորականների իրենց ծառայությունը շարունակեն զինված ուժերում, մինչև որ ամբողջ համակարգի կադրային շղթան ամբողջությամբ կկառուցի եւ մենք որոշակի ժամանակ հետո կունենանք եւ ներքին սպայակազմի եւ վերին սպայակազմի համալրված այնպիսի մակարդակ, որ ժառանգականության սկզբունքով այդ անցումները կլինեն արդեն առանց ցնցումների։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը նաեւ կարեւորեց ռազմաարդյունաբերության զարգացման անհրաժեշտությունը։ Քոչարյանը անդրադառնալով ռազմաարդյունաբերության ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստան խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին տեղեկացրեց, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը որոշել են ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների այց կազմակերպել ռազմաարդյունաբերական ոլորտի տարբեր ձեռնարկություններ։ Հայաստան խմբակցությունից Գեղամ Մանուկյանն էլ դժգոհություն հայտնեց, որ հայ-հնդկական ռազմատեխնիկական գործակցության մասին բարձրաձայնվում է, խախտվում է գաղտնիության սկզբունքը։ Նրա բնորոշմամբ Հայաստանի զինված ուժերը Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ։ Երեք ամբողջ հայկական մամուլը գրում է
Այս ինչ հերթերը ուղևորվել է Հայաստան։ Դրա համար էլ ամեն անգամ ասում եք լոգիստիկ խնդիր կա։ Լավ փոխնախարարին Բրուտյանին ասում եմ, լավ պայմանագիր կնքելուց կարող եք գրել, որ սրա մասին հրապարակումը արգելված է ոնց որ ամբողջ աշխարհն անում։ Բայց չէ, կարևորը որ հայ մարդը տունը նստած Հնդկաստանից հրթիռը որ հելավ, չգիտեմ ոնց է գալու, բայց ինքը ասում է լրացուն դա ալիչում, չի կարելի։ Այնուհետև Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը հանդես եկավ զեկույցով եւ նշեց, որ բանակում կատարվող բարեփոխումները, ծախսերն ու ներդրումները միտված են մեկ կարևոր նպատակի՝ ունենալ արհեստավարժ, մարտունակ եւ ժամանակակից բանակ, որը ունակ կլինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքը։ Եվ սա միակ խնդիրն է, որ դրված է բանակի առաջ։ Սա պարտավոր ենք սրբորեն կատարել։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության օկուպացված շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածքների խնդրին, ռազմական ճանապարհով այդ հարցը լուծելու խնդիր դրված չէ, որովհետև սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով։ Պաշտպանության նախարարը նաև շեշտեց, ժամկետային զինծառայության համակարգը շարունակելու է գործել որպես պրոֆեսիոնալ բանակի շարքերը համալրելու ռեսուրս։ Ազգային ժողովը բյուջեի քննարկումը կշարունակի նոյեմբերի 14-ին։ Հայաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործարք կնքելու կարիք ունեն էլեկտրական մեքենաների ներմուծումից մինչև անվտանգային խնդիրներ։ Ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանը հերթական անգամ հագեցած օրակարգ ուներ։ Հայաստանի վարչապետը կրկին խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու մասին։ Գործադիրի ղեկավարը մանրամասներ է հայտնել BRICS գագաթնաժողովի շրջանակներում իր եւ Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումից, նշելով, որ նման երկար խոսակցություն վաղուց կամ ընդհանրապես չեն ունեցել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ կառավարությունը չի կիրառի էլեկտրական մեքենաների ներմուծման համար նախատեսվող սահմանափակումը կապված թողարկման տարեթվի հետ։ Այս մասին ազգային ժողով կառավարություն հարցոպատասխանի ժամանակ անձամբ Փաշինյանն է հայտնում, թեև միաժամանակ նշում է, որ ինքը համաձայն չէ այդ որոշմանը, բայց ստիպված է կայացնել։ Իսկ թե ինչու են նման որոշում ընդունել, պարզաբանում է։ Ինչու ես այնուամենայնիվ այդ որոշումը կայացրեցի, որովհետև կարծում եմ, որ մեր պետական մարմինները ճիշտ չեն կոմունիկացրել հարցը եւ միայն այդ պատճառով մենք պետք է այդ որոշումը կայացնենք դրա հետ համաձայն չլինելով, բայց ուզում եմ ասեմ նաեւ, որ պետք է արձանագրենք, որ 2025 թվականի քվոտաները բաժանվելու են հետեւյալ տրամաբանությամբ 5000 մեքենա քվոտա կտրվի քաղաքացիներին, 3000-ը կտրվի դիլերներին։ Ի թիվս բազմաթիվ այլ կարևոր հարցերի միևնույն է ազգային ժողով կառավարություն հարցոպատասխանի օրակարգի առանցքում մնում է անվտանգային հարցը։ Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նախ նշեց, որ թեև մեր սահմանադրության մեջ արդեն իսկ ամրագրված է, որ Հայաստանը հարևան երկրների նկատմամբ տարածքային պահանջներ չունի, սակայն այդուհանդերձ Ադրբեջանը պնդում է, որ մեր սահմանադրությունում նման պահանջներ առկա են։ Գործադիրի ղեկավարը կրկին հիշեցրեց խնդիրը անկախության հռչակագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումն է։ Եթե անկախության հռչակագիր ընդունվել է հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի, որպես ԽՍՀՄ կազմում գտնվող 15 միութանական հանրապետություններից մեկի պետական մարմնի կողմից, ապա սահմանադրությունը ընդունվել է Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված անկախ պետության ինքնիշխան ժողովրդի կողմից։ Սա առաջին փաստարկը։ Երկրորդը, Ադրբեջանի սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված սահմանադրական ակտին։ Սահմանադրական ակտը իր հերթին հղում է անում 1918 թվականի մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին հանրապետության անկախության հռչակագրին։ Ադրբեջանի առաջին հանրապետության հռչակագիրն իր հերթին արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունը ներառում է Արևելյան եւ Հարավային Անդրկովկասը, ասում է Փաշինյանն ու հավելում. 1919 թվականի նոյեմբերին Ադրբեջանի հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ
ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, եթե ընդհանուր առմամբ վերցնենք Հայաստանի այսօրվա տարածքի շուրջ 60%-ը։ Ըստ Փաշինյանի այս հղումներից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հայաստանը սակայն Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում երկու պատճառով։ Նախ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, եւ երկրորդը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որը արձանագրում է. կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը արդարացնելու համար սույն պայմանագրի իրագործման ձախողումը։ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ պարտավորվում են ապագայում եւս նման պահանջներ չառաջադրել։ Վարչապետի խոսքով Հայաստանի օրենսդրության համաձայն խաղաղության պայմանագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի խորհրդանիշ։ Սա պարտադիր պայման է։ Դրանից առաջ կառավարությունը պարտավոր է պայմանագիրն ուղարկել սահմանադրական դատարան, դրա համապատասխանությունը Հայաստանի սահմանադրությանը ստուգելու համար։ Եթե սահմանադրական դատարանը որոշի, ինչը սեպտեմբերի 26-ի որոշումից հետո իհարկե քիչ հավանական է, բայց ամեն դեպքում եթե որոշի, որ խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետությունը կարող է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, որովհետև մենք ընտրություն պետք է ունենանք։ Ստորագրել ենք խաղաղության պայմանագիր, սահմանադրական դատարանը, եթե ասելա չի համապատասխանում, այդ արդեն քաղաքական ընտրության հարց է։ Եթե սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագրի տեքստը համապատասխանում է Հայաստանի սահմանադրությանը, այն կանցնի վավերացման գործընթաց երկրի ազգային ժողովում։ Այսպիսով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը խորհրդարանում վավերացվելուց հետո կստանա գերակա իրավաբանական ուժ Հայաստանի օրենքների եւ այլ նորմատիվ իրավաբանական ակտերի նկատմամբ, ինչը տրամաբանորեն հայելային վերաբերում է նաեւ Ադրբեջանին։ Իդեպ Փաշինյանը BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելը եւս համարում է շատ կարեւոր ու արդյունավետ։ Մի քիչ կարող է տարօրինակ հնչել նույնիսկ, որ այդքան երկար խոսակցություն կամ վաղուց կամ ընդհանրապես չենք ունեցել, ընդ որում մենք զգում ենք գոնե ես, որ մի փոքր կոռեկտության խնդիր կա, որովհետև մյուս լիդերները ելույթ են ունենում, մենք այդ ընթացքում մտքեր ենք փոխանակում, բայց շատ կարևոր զրույց տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության պայմանագրի կարիք, այլև ռազմավարական գործարք կնքելու կարիք այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակում են առաջիկա 100-ամյակներում պատրաստվում կողք կողքի ապրել։ Ռազմավարական գործարքի մասին մեր պատկերացումը հենվում է իրական Հայաստանի հայեցակարգի վրա, մեր տեսակետից եւ դիրքորոշմամբ, եւ այդ խոսակցությունը իհարկե շատ կարեւոր եմ համարում։ Չնայած այդ խոսակցությունը դեռ պետք է քաղաքական դրսևորումներ ունենա։ Ըստ Փաշինյանի Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը։ Կազանում տեղի ունեցած կարևորագույն հաջորդ իրադարձությունն այն էր, որ շատ նման է նրան, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում կարող ենք ունենալ լուծում, որը ըստ էության կարող է հասցեագրել եւ փոխադարձ եւ լիարժեքորեն լինել ընդունելի։ Հայաստանն այս առաջարկն արդեն իսկ գրավոր ձևով փոխանցել է Ադրբեջանին։ Շարունակում ենք թողարկումը։ Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը որոշել էր, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի զատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են սահմանադրությանը։ Այս որոշումը հանրության շրջանում միանշանակ չէր ընդունվել։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասել է, որ որոշման վերաբերյալ լուրջ իրավական քննադատություններ չեն եղել։ Ես չհանդիպեցի իրավական փաստակ այն մասին, թե ինչու է այդ որոշումը իրենց կարծիքով օրինակ սխալ իրավական փաստարկ չեմ հանդիպել։ Այո, ես հանդիպել եմ ամենազանազան ձևակերպումները, հա, այդ ձեր ներկայացրած արտահայտություններով եւ այլն, դրանք ինչ որ առումով շատ բան են, attractive են, ոնց է դա կոչվում, շատ գրավիչ են ականջի համար,
բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, թե որքանով է իրավական բովանդակության առումով, որքան համարժեք խորություն ունի իրավական բովանդակության առումով։ Որպեսզի դա հասկանանք, իմ կարծիքով մենք պետք է նախ եւ առաջ ուսումնասիրենք Սահմանադրական դատարանի որոշումը, այսինքն այն 8-ի կարծիքը, 8 դատավորի կարծիքը։ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումները կարող են քննադատության արժանանալ, սակայն չի կարող վիճարկվել ՍԴ-ի դերը։ Երկրի բարձրագույն դատարանի նկատմամբ հարգանքը բարձրացնելու նպատակով Երևանում մեկնարկել է միջազգային բարձրաստիճան համաժողով, որին մասնակցում են նաև Վենետիկի հանձնաժողովի ու Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները։ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիա եւ այլ պայմանագրերի իրացման գործում Սահմանադրական դատարանն ունի վճռորոշ դեր։ Վենետիկի հանձնաժողովը, Եվրոպական խորհուրդը եւ Հայաստանի Սահմանադրական դատարանը համատեղ կազմակերպել են երկօրյա միջազգային բարձրաստիճան համաժողով, որի նպատակն է բարձրացնել Հայաստանում Սահմանադրական դատարանի որոշումների նկատմամբ հարգանքը։ Այն ըստ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի չի սահմանափակվում այդ որոշումների կատարմամբ, որը կարևոր եւ պարտադիր է բոլորի համար։ Սահմանադրական դատարանի որոշումները պարտադիր են բոլոր պետական, տեղական, ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, քաղաքացիների եւ իրավաբանական անձանց համար։ Խնդիրը ես կարծում եմ, որ ուղիղ հենց դրա մասին չի։ Բոլորը գիտեն, ակնհայտ է, որ բոլորը գիտեն եւ բոլորի համար պարզ է, որ Սահմանադրական դատարանի որոշումները պարտադիր են։ Եթե դուք նկատում եք չեք կատարում, դուք որևէ պարագայում չեք հանդիպի չկատարման ուղիղ արտահայտված կամքը։ Դուք կհանդիպեք, եթե իրոք այդպիսին է, ինչ-որ շրջանցման տարբերակներ Սահմանադրական դատարանի որոշում կամ յուրահատուկ մեկնաբանման Սահմանադրական դատարանի որոշման կամ իրավական դիրքորոշումների։ Բայց այնպես, որ ուղիղ չկատարվի Սահմանադրական դատարանի որոշումը, դա ուղիղ հակասության մեջ է մտնում, եթե ավելի խիստ բառապաշարով չասեմ օրենքի հետ։ Վենետիկի հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարտին Քայերի կարծիքով Սահմանադրական դատարանը միշտ քննության է առնում այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ հասարակությունն ունի տարակարծություններ։ Որոշ քաղաքական գործիչներ, երբ համակարծիք չեն լինում ՍԴ որոշումների հետ, իրավունք ունեն բողոքարկելու, բայց անկախ նրանց տեսակետներից ՍԴ կայացրած որոշումները ենթակա են կատարման։ Սահմանադրական դատարանի որոշումների նկատմամբ հարգանքը պետք է բարձր մակարդակի վրա լինի աշխարհի բոլոր երկրներում, եւ Հայաստանը բացառություն չէ։ Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սիմոնա Գրանատա Մենգլինիի պնդմամբ իրավունքի գերակայություն եւ ժողովրդավարական իրավակարգ ստեղծելու համար շատ կարեւոր է նախ եւ առաջ փոխել հասարակության վերաբերմունքը Սահմանադրական դատարանի որոշումների նկատմամբ։ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումները կարող են քննադատության արժանանալ, սակայն անգամ խիստ քննադատության դեպքում չի կարող վիճարկվել Սահմանադրական դատարանի դերը եւ ժողովրդավարական իրավակարգ ստեղծելիս էլ պետք է հաշվի առնվեն կառույցի կայացրած որոշումները։ Ըստ քարտուղարի բոլոր երկրների սահմանադրական դատարաններն էլ կանգնած են այս խնդրի առջև եւ այս ձևաչափով կազմակերպվող համաժողովները խթանում են սահմանադրական դատարանների միջև գործակցությանը։ Համաժողովի ընթացքում քննարկվելու են բոլոր այն մեխանիզմները, որոնք կնպաստեն սահմանադրական դատարանի որոշումների համընդհանուր ընդունմանն ու կատարմանը։ Երևանում մեկնարկել է Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության վրա խորագրով համաժողովը։ Այստեղ քննարկվել են տարածաշրջանում Ադրբեջանի գործողությունների ազդեցությունը ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ շրջակա միջավայրի պաշտպանության վրա։ Միջոցառման հատուկ հյուրն է բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը։ Հայաստանում Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության վրա համաժողովի ընթացքում բնապահպանական կազմակերպություններն ու համայնքային առաջնորդները բարձր գնահատեցին նրա աջակցությունը հայերին։ Այստեղ եւս շվեդ բնապահպան ակտիվիստը Ադրբեջանին մեղադրեց էթնիկ զտումների համար, շեշտելով, որ Բաքվի ռազմական ագրեսիայի հետևանքով հայերը դժվարությունների են բախվում։ Ինչու ես Բաքվում չեմ, շատ պարզ է, մեր բնապահպանների ու COP29-ի նպատակները շատ տարբեր են ու հակասում են այն ամենին, որը տեղի է ունենում Ադրբեջանում։ Բաքուն ոչ միայն կարողացել է սարսափելի հանցագործություններ իրականացնել ու չպատժվել, այլև նրանց առաջ դռներ են բացում, աշխարհի բեմահարթակները տրամադրում, օրինականացնելով մարդու իրավունքների սարսափելի խախտումները, եւ աշխարհը լուռ է։ Թունբերգն ընդգծեց կլիմայի պաշտպանությանն ուղղված միջոցառումն իրականացվում է մի երկրում, որը ռեպրեսիվ մոտեցումներ ունի ակտիվիստների նկատմամբ։ Ադրբեջանցի ակտիվիստները հաճախ են հայտարարում, որ կարծես ապրում են բանտում։ Չպետք է մարդու իրավունքների տարբերակում դրվի, ասաց Թունբերգն ու հավելեց. պայքարը հանուն արդարության եւ արդարադատության է։
Փոփոխություններ պահանջող ձայներն Ադրբեջանում լռեցվում են։ Այսօր շատ խոսվեց նաև էթնիկ զտումների, բռնի տեղահանումների, հայերի նկատմամբ իրականացված խոշտանգումների, գերեվարումների մասին, ինչի հետևանքով մարդիկ անցնում են հոգեկան եւ ֆիզիկական տառապանքների միջով։ Այս ամենն անընդունելի է։ Անընդունելի է նաև աշխարհի լռությունը։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն էլ փաստեց էթնիկ զտումը եւ ցեղասպանությունն Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես պատերազմի հետևանք, փորձելով քողարկել դիտավորությունը։ Ղազարյանն անդրադարձավ Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքին։ Ադրբեջանը դա օգտագործում է հայելանման իր փաստարկներ ներկայացնելու, որ այդ դեպքում ադրբեջանցիներն էլ պետք է իրավունք ունենան վերադառնալ Հայաստան։ Եվ Ադրբեջանը հիմնականում, եթե Հայաստանը առաջ է բերում վերադարձի իրավունքի մասին հարց, ապա Ադրբեջանը փորձում է դա հակակշռել 92-4 թվականի պատերազմի արդյունքներով։ Միեդում հայ գերիների իրավունքներով զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էլ ներկայացրեց այս պահին Բաքվում պահվող հայ ռազմագերիների եւ պատանդների թիվը։ Ըստ նրա, անազատության մեջ գտնվող հայերի շարունակական կալանավորումը Բաքվի պետական քաղաքականության մաս է, որն օգտագործվում ու շահարկվում է բանակցային գործընթացում։ 23 պաշտոնապես հաստատված հայեր այս պահին գտնվում են անազատության մեջ, նրանց կարգավիճակը բնութագրելիս մենք տարբեր եզրույթներ ենք օգտագործում, հիմնականում գերիներ, բայց հաճախ գործածության մեջ է դրվում պատանդ տերմինը, որը կարծում եմ ճիշտ է նկարագրում երևույթը հաշվի առնելով, որ նրանց ազատ արձակման հարցը ոչ թե կապված էր բուն կոնֆլիկտի հետ, այլ քաղաքական պահանջների բավարարման հետ։ Անդրադառնալով Բաքվում պահվող անձանց Սիրանուշ Սահակյանը նշեց, որ նրանց հետ հանդիպել չի հաջողվել ոչ մի միջազգային կառույցի ներկայացուցչի։ Արտաքին աշխարհի հետ կապն ապահովվում է միայն Կարմիր խաչի միջոցով, բայց շատ անձինք հրաժարվել են իրենց հարազատների հետ տեսակապ հաստատելուց։ Ըստ իրավապաշտպանի գերիների նկատմամբ կիրառվել է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բռնություններ։ Գործադերի հեղինակած նոր օրինագծով առաջարկվում է պետական պահպանության ծառայության պետին եւ ոչ զինվորական տեղակալին օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով վերապահել ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ եւ զենք կրելու, պահելու եւ կիրառելու լիազորություն։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցում քննարկել է այդ օրենքի նախագիծը։ Պետական պահպանության ծառայության պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու եւ կիրառելու լիազորություն կստանան։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։ Օրինագծով նախատեսվող կարգավորումների լիարժեքությունն ապահովելու եւ այն պաշտպանության մասին օրենքի համապատասխանեցնելու նպատակով ծառայության խնդիրների թվում լրացվել է պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ իրավասության շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցությունը։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը զեկուցողից հետաքրքրվեց, թե ինչպես է իրականացվում կանոնակարգը։ Օրինակ Աննա Հակոբյանի նոր սպասարկող ջիպ տեսակ մեքենան $145,000 են կարծեմ ասում, թե 1-2 տարի առաջ այլ ծառայական մեքենա է գնել։ Ցավոք կարգը ոնց է։ Դիցուկ անձն է որոշում, որ ին մեքենան փոխեք, թե դուք օրինակ 2 տարվա մեջ տեսնում եք, որ ջիպը այնքան է մաշվել, որ անպայման պետքա նոր մեքենա առնի։ Եվ երկրորդ հարցը, ընդհանրապես ինչքան փորձեցի օրենքում փնտրել, թե պետական պահպանության ծառայությունը մասնավոր որևէ հավաքի անվտանգությանն ապահովում է, թե ոչ չգտա այդ։ Չի հարցի մասով կարծեմ ծառայության պետը լիարժեք պատասխանը տվել է, որ ծառայությունը ինքն է որոշում, ելնելով իրավիճակից, տարբեր բաներ գնահատելով, որտեղ ում ինչ մեքենա է տրամադրվում, որը որ կարա փոփոխվի։ Երկրորդ հարցին ինչը վերաբերվում է, ելի անվտանգությունից ելնելով նույն այս օրենքի 6-րդ մասով, ինչպես որ պահպանվում են պահպանվող օբյեկտները, նրանց ընտանիքի անդամներն են, ու ելի իրավիճակը գնահատելով կարող է տարբեր քանակի հասնել անվտանգության աշխատակիցների քանակը։ Հարակից զեկուցող հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանն էլ նախ նշեց, որ օրենքի ընդունումը կնպաստի ՊՊՑ-ի գործառույթներն էլ ավելի հստակ կատարելուն, առանց լրացուցիչ խոչընդոտների, որոնք առկա են օրենքում եղած բացերի պատճառով։ Նաև վստահ եմ, որ մեր հանրությունը ու հասարակությունը շատ բարձր է գնահատում այն ծառայությունը, որը կատարում է պետական պահպանության ծառայությունը, պարոն Առաքելյան, հատկապես այն ֆոնին, որ տարատեսակ խմբավորումներ վերջին շրջանում բացահայտումներ են տեղի ունենում իրավապահ մարմինների կողմից, այս կամ այն
պետական պաշտոնյայի կամ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության պետական իշխանության դեմ այս կամ այն պլանավորված, հանցավոր, զինված հեղաշրջումների ու ամեն ինչի ֆոնին Պատգամավորի խոսքով տարակուսելի է, որ ներկայում, երբ բազմաթիվ հանցագործություններ ու պլանավորված հանցավոր զինված հեղաշրջումների փորձեր են բացահայտվում, ընդդիմադիր գործընկերները պետական պահպանության ծառայության ծառայողներին թիրախավորում ու հաշվում է նրանց թվաքանակը տարբեր միջոցառումներում։ Խնդրում եմ մեր ընդդիմադիր քաղաքական գործիչներին, որպեսզի դադարեցնեն պետական պահպանության ծառայության թիրախավորումը, որտեղ պետական պահպանության ծառայությունը պաշտպանում է Հայաստանի Հանրապետության պետական իշխանությանը եւ դա անում է սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված կարգով։ Իսկ այն բոլոր խմբավորումները, որոնք այս կամ այն կերպ կփորձեն Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությունը զավթելու զինված կամ հակաօրինական ցանկացած փորձ անել, իրենց պատիժը կրելու են ու պետական պահպանության ծառայության այս թիրախավորմանը պետքա վերջ տալ։ Վահագն Ալեքսանյանը հստակեցրեց, պետական պաշտոնյաները, այդ թվում վարչապետն ու իր ընտանիքի անդամները եւս ենթակա են պետական պաշտպանության։ Ու եթե դա մեր քաղաքական դաշտում ոմանց մտահոգում է, ապա նախ եւ առաջ պետք չէր վարչապետի ընտանիքի անդամներին դարձնել թիրախի, ատելության խոսքի, ատելության սերմանման առարկա, ու այս կոնտեքստով պետական պահպանության ծառայությունն էլ, այո, մասնավոր ընթրիք է կազմակերպվել բարեգործական նպատակներով, որի ամբողջ շահույթ ուղղվելու է բարեգործությանը եւ պետական պահպանության ծառայությունը այո, պարտավոր է ապահովի այնտեղ ներկա գտնվող վարչապետի ընտանիքի անդամի անվտանգությունը, ինչը չափազանց տրամաբանական է։ Ինչ վերաբերվում է հեծանիներին, պարոն Առաքելյան, ես վստահ եմ, որ ծառայողները դրան շատ ավելի լավ են վերաբերվում, քան օրինակ ինչ որ նախկինում տարատեսակ դեպքերի, երբ երկրի ղեկավարը կարող է ծառայողներին հետը տանել ինչ որ կազինոյում բան ֆրցնելու են, ինչ են ասում ռուլետկա։ Ես այդքան լավ չեմ տիրապետում։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորեց ծառայության զարգացման տեմպերը, որակական ցուցանիշներն ու նշեց, որ ավելի տեղեկացված լինելու համար անհրաժեշտ է ավելացնել ծառայության գործիքակազմը։ Տեղեկացվածությունը օր առաջ պետքա բոլոր ծառայությունները ունենան, ինչպես ազգային անվտանգությունը, ոստիկանությունը, նաև պետական պահպանությունը, որպես ուժային կառույց եւ շատ լուրջ պետական պահպանության ոչ միայն շենքերը, մարդկանց բոլորին հենց կարող է մի անզգույշ քայլ եւ երկիրը հայտնի կոլապսի առաջ։ Օրենքների նախագծերի փաթեթը ստացավ հանձնաժողովի դերական եզրակացությունը։ Երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրը բավականին շատ է։ Այս մասին ազգային ժողովում երեխաների իրավունքների վերաբերյալ լսումների ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Թեմայի վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել նաև այլ պաշտոնյաներ։ Չնայած վերջին տարիներին ի հայտ եկած բազմաթիվ մարտահրավերներին Հայաստանը օրենսդրական ակտերի եւ ռազմավարությունների շնորհիվ կարողացել է ապահովել երեխաների կրթության իրավունքը։ Ազգային ժողովում տեղի է ունեցել հարցեր, որոնք կներկայացվեն Հայաստանի Հանրապետության 4-րդ ազգային զեկույցում երեխաների իրավունքների ՄԱԿ համընդհանուր պարբերական մոնիթորինգի ընթացակարգերի շրջանակում թեմայով լսումներ։ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգով Ֆրանսուազ Ժակոբը նշել է, հանուն երեխաների պաշտպանության տարբեր ուղղություններով աշխատանքներ պետք է կատարվեն։ Առաջինը խաղաղությունն է, որը երեխաների համար հավասարակշռված եւ ապահով զարգացման միջավայր ապահովելու նախապայմանն է։ Երկրորդ, պետք է հատուկ ուշադրություն դարձնենք խոցելի խմբերի վրա։ Օրինակ Լեռնային Ղարաբաղից գաղթած հաշմանդամություն ունեցող, աղքատ եւ մեկ ծնողով ընտանիքների երեխաները։ Պետք է հասցեագրել այն բոլոր սպառնալիքները, որոնք ազդում են հասարակության, հատկապես երեխաների վրա, նշել է ՄԱԿ-ի մշտական համակարգողը եւ թվարկել դրանցից մի քանիսը՝ ատելության խոսք, ապատեղեկատվության տարածում, առողջ ապրելու հնարավորություն։ Հայաստանում որոշ երեխաներ թերսնված են, բայց միգուցե ավելի անհանգստացնող է, որ աճում է գեր երեխաների թվաքանակը։ Նման խնդիրներն ազդում են երեխաների մտավոր առողջության վրա։ Հետևաբար պետք է խթանենք առողջ կենսակերպ, նաև կրթության միջոցով։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էլ նշել է, որ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները բավականին շատ են։ Նա ընդգծել է, բուլինգի հիմնախնդիրը շատ լուրջ է Հայաստանի դպրոցներում։ Մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ ըստ էության շատ դեպքերում հիանալի մարդիկ լինելով ուսուցիչները իրենք այն մասնագիտական հմտություններին չեն տիրապետում, որոնք պետք են այս երևույթները կանխարգելելու համար։
Նա նաև տեղեկացրել է, որ ամենօրյա ռեժիմով սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում գրանցվում են երեխաների անձնական տվյալների պաշտպանության հետ կապված խնդիրներ, մասնավորապես տպագրվում են լուսանկարներ, տեսանյութեր կամ հենց նյութեր առանց երեխաների անձնական տվյալների պաշտպանության։ Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի Հայաստանում ամբողջովին պետք է վերափոխվի, բարեփոխվի խնամակալության եւ հոգաբարձության ինստիտուտը, քանի որ այդ կառույցները չունեն պատշաճ երեխաների խնդիրներն արձանագրելու եւ դրանք հասցեագրելու համար։ Մանասյանը նշել է նաեւ, որ լուրջ խնդիրներ կան երեխաների կրթության իրավունքի իրացման ոլորտում։ Առաջինը նախադպրոցական կրթության հետ կապված հարցն է, որին չափազանց քիչ ենք անդրադառնում, այդ թվում երեխայի իրավունքների հետ կապված հարցերը քննարկելիս, մինչդեռ սա կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտ է, եւ այս առումով խնդիրները բազմաթիվ են, նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում կան մի շարք բնակավայրեր, որտեղ առհասարակ չկան նախադպրոցական կրթություն ապահովող տարբեր հաստատություններ։ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ համակարգային խնդիրներից է նաև տնային կալանքի տակ գտնվող երեխաների կրթության ապահովումը։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Ալեքսիա Սվաջյանը ներկայացրել է կրթության ոլորտում առաջիկա 5 տարիներին նախատեսված աշխատանքները, որոնք հիմնված են 3 հիմնական սկզբունքների վրա։ Ապահովել ներառական որակյալ եւ հասանելի կրթություն, բարձրացնել կրթության արդյունավետությունը եւ բարձրացնել համակարգի գործունեության արդյունավետությունը։ Եվ հետեւաբար այս բոլոր սկզբունքների վրա հիմնվելով կրթական բոլոր մակարդակներում իրականացում են մի շարք գործընթացներ, որոնք ուղղակիորեն առնչություն ունեն երեխայի պաշտպանության հետ։ Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն էլ իր զեկույցում նշել է, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունը կարևորում է ՄԱԿ ծրագրերի իրականացումը, իսկ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման, անչափահասների հանցավորության եւ ընտանեկան բռնության վարչության պետ Էդգար Պետրոսյանը ներկայացրել է վերջին 5 տարվա վիճակագրությունը, տեղեկացնելով, որ ոստիկանությունում այս պահին թմրանյութերի ապօրինի շրջանառության խնդրով որևէ անչափահաս հաշվառված չէ։ 2019 թվական արձանագրվել է 9 դեպք, 2020 թվական արձանագրվել է 3 դեպք, 2021 թվական 7 դեպք, 2022 թվական 6 դեպք, 2023 թվական 10 դեպք, 2024 թվական 7 դեպք։ Էդգար Պետրոսյանը վստահեցրել է, ոստիկանությունը դպրոցներում աշակերտների հետ իրականացնում է ընդհանուր իրազեկման աշխատանքներ։ Խորհրդարանական լսումների ընթացքում երեխաների իրավունքներին առնչվող խնդիրները պատշաճ լուծելու տեսանկյունից կարևորվել է իրավասու բոլոր կառույցների համատեղ աշխատանքը։ Իսլամական գործակցության կազմակերպության եւ Արաբական պետությունների լիգայի համատեղ արտահերթ գագաթնաժողովի մասնակիցները 50 երկրի ղեկավարներ եւ այլ ներկայացուցիչներ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից պահանջել են ստեղծել հատուկ անկախ հանձնաժողով Իսրայելի հանցագործությունների ուսումնասիրության համար, ասված է գագաթնաժողովի արդյունքում ընդունված հայտարարության մեջ։ Նրանք նաեւ կոչ են արել անել հնարավորը Գազայում պատերազմը կանգնեցնելու համար, իսկ Իսրայելը շարունակում է հարձակումները եւ Գազայի հատվածում եւ Լիբանանում։ Գազայում մարտերը չեն դադարում, թեժ է Գազայի կենտրոնական հատվածում, իսրայելական ռազմուժը շարունակում է հարվածները Համասի թիրախներին, հատկապես այդ հատվածում։ Պաղեստինյան իշխանությունները հայտնում են առնվազն 3 զոհի մասին, ըստ տեղի բուժծառայության Խան Յունիս քաղաքում շաբաթ առավոտյան առնվազն 13 մարդ է զոհվել իսրայելական օդային հարվածների հետևանքով։ Associated Press-ի լրագրողը փաստել է, որ Նասր հիվանդանոցում ականատես է եղել այդքան զոհերի։ Գազայում չմարող ռազմական գործողությունները փաստորեն ստիպել են Կատարի ներկայացուցիչներին, որոնք միջնորդական առաքելություն էին իրականացնում Իսրայելի եւ Համասի միջև, հայտարարել, թե դադարեցնում են իրենց ջանքերը։ Պարսից ծոցի արաբական այդ միապետության արտգործնախարարության համաձայն հրադադարի պայմանագիրը կնքելուն ուղղված քայլերը կվերսկսվեն, երբ Իսրայելն ու Համասը ցուցաբերեն պատերազմին վերջ տալու պատրաստակամություն ու լրջություն։ Զուգահեռաբար կրքերը չեն մարում բուն Իսրայելում, Թել Ավիվում հազարավոր ցուցարարներ դուրս են եկել կրկին փողոց պահանջելով, որ Բենյամին Նետանյահուի կառավարությունը հրադադար կնքի Համասի հետ իսրայելցի գերիներին ազատելու նպատակով, ովքեր ավելի քան 13 ամիս է Գազայում են Պաղեստինի զինյալների ձեռքին։ Լսել ենք ժողովրդի ձայնը, այստեղ եմ այսօր, որովհետև իրավիճակը սարսափելի է, 400 օր է անցել եւ գերիները դեռ Գազայում են։ Սա անկանոն պատերազմ է, չափազանց տխուր է եւ մեծ ողբերգություն է տեղի ունենում։ Կառավարությունը պետք է լսի ժողովրդին, սա է մեր բողոքի ձևը։ Գազային հարվածներ հասցնելու հետ միաժամանակ Իսրայելը թիրախավորում է իր հյուսիսային հարևան Լիբանանը։ Ըստ Թել Ավիվի, թիրախ են Իրանի աջակցությամբ գործող Հեզբոլլահի անդամներն ու օբյեկտները։ Հիշեցնենք, ԱՄՆ եւ բազմաթիվ այլ երկրներ Համասն ու Հեզբոլլահը ճանաչել են ահաբեկչական կառույցներ։ Լիբանանում տեղի է ունենում այն, ինչին բախվեցին Գազայում՝ մարդկային զոհեր եւ լայնածավալ ավերածություններ,
Փրկարարական աշխատանքները չեն դադարում ամեն օր ըստ տեղի իշխանությունների, զոհված տասնյակ մարդկանց նույնականացնելու խնդիր է եւ հարկավոր է անցկացնել ԴՆԹ տեստ։ Տեղափոխվենք Եվրոպա, ուր մերձավոր արևելյան արյունահեղության հետևանքները կարծես ավելի սուր են զգացվում։ Ամստերդամում հարձակում են գործել իսրայելցի ֆուտբոլային երկրպագուների վրա խաղից հետո։ Նիդերլանդների իրավապահների ներկայացմամբ սոցցանցերը լի են հրեաներին թիրախավորող գրառումներով։ Մյուս կողմից արկա են տեղեկություններ, թե իսրայելական երկրպագուներից մի քանիսը պատրել են պաղեստինյան դրոշը եւ հակաարաբական կոչեր հնչեցրել ֆուտբոլային մարզադաշտ տանող ճանապարհին։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում պոպուլիզմով աչքի ընկնող Դոնալդ Թրամփը բազմաթիվ խոստումներ է տվել քննադատել ներկայիս իշխանությանը անգործության համար։ Եվ հիմա, երբ ընդամենը մոտ 2 ամիս է մնացել, որ նա վերադառնա Սպիտակ տուն, բազմաթիվ ամերիկացիների մոտ հարց է առաջացել, արդյոք Թրամփը կկարողանա կատարել իր տված խոստումները։ Ամերիկյան ընտրություններից հետո բոլորի ուշադրության կենտրոնում է, թե ովքեր են մաս կազմելու ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմում եւ իրականում ինչ քայլեր է ձեռնարկելու ԱՄՆ 47-րդ նախագահը։ Թրամփի կողմնակիցները վստահ են, որ նույնիսկ այն ամերիկացիները, որոնք չեն քվեարկել նախկին նախագահի օգտին, կտեսնեն, թե ինչպես է բարելավվում իրենց կյանքը։ Կարծում եմ երկրով մեկ բազմաթիվ մարդիկ, նույնիսկ նրանք, ովքեր Դոնալդ Թրամփի մասին կեղծ պատմություններ են լսել, հաճելիորեն կզարմանան, երբ ավելի բարձր աշխատավարձ ստանան։ Քանի որ Թրամփն արդեն ձեռնամուխ է եղել իր ապագա վարչակազմի ձևավորմանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն առաջարկել է Սյուզի Ուայսին։ Այս ամենին զուգահեռ հարցեր են առաջանում, թե արդյոք Թրամփն ունակ է կյանքի կոչել այն խոստումները, որոնք նա տվել է նախընտրական շրջանում, կամ հնարավոր է արդյոք որոշի վրեժ լուծել իր քաղաքական հակառակորդներից, ովքեր Թրամփի կարծիքով կանգնած էին իր դեմ հարուցված քրեական հետապնդումների հետևում։ ԱՄՆ նախագահի հանրապետականների նախկին թեկնածու Վիվեք Ռամասվանին, ով ընտրապայքարից դուրս գալուց հետո աջակցում էր Թրամփին, կիրակի ABC-ի եթերում այս առիթով հիշեցրել է Թրամփի խոսքերը, որ հաջողությունն է իրենց վրեժը լինելու։ Բայց Քամալա Հարիսի աջակիցների կարծիքով նման միտքն առնվազն մտորումների տեղիք է տալիս։ Այս երկրի բանվոր դասակարգը զայրացած է, նրանք զայրանալու պատճառ ունեն։ Այսօր ապրում ենք մի տնտեսության պայմաններում, որտեղ վերևում գտնվող մարդիկ լավ են ապրում։ Մինչդեռ ժողովրդի 60%-ը ապրում է աշխատավարձից աշխատավարձ։ Դրական արտահայտվելով նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի վերաբերյալ, Սանդերսը շարունակել է, թե ավելի շատ աշխատանք կա անելու։ Մեզ օրակարգ է հարկավոր, ըստ որի միջին խավի համար պետք է ստեղծել տնտեսություն եւ կառավարություն, որը կաշխատի իրենց համար։ Սպասվում է, որ այս չորեքշաբթի Սպիտակ տանը Բայդենը հյուրընկալելու է Թրամփին։ Ավելի վաղ ԱՄՆ գործող նախագահը զանգահարել էր Դոնալդ Թրամփին շնորհավորելու ընտրություններում նրա տարած հաղթանակի առթիվ։ Դոնալդ Թրամփը դեռ չի մանրամասնել, թե ինչ տեսք է ունենալու ԱՄՆ արտաքին քաղաքականությունը իր նոր վարչակազմի օրոք։ Այդուհանդերձ դիտորդները նկատում են, հաղթանակից հետո օտարերկրյա առաջնորդների հետ Թրամփի զրույցները վկայում են, որ նա կարծես նպատակ ունի հնարավորինս արագ կատարել իր նախընտրական խոստումները, վերջ տալ մերձավոր արևելյան ուկրաինական հակամարտություններին։ Դոնալդ Թրամփն ու նրա նախ եւ առաջ ամերիկան արտաքին քաղաքական դոկտրինը վերադառնում են Սպիտակ տուն մերձավոր արևելքում չդադարող արյունահեղության եւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող ագրեսիայի ֆոնին։ Ոչինչ չի խանգարի ինձ կատարել իմ նախընտրական խոստումները, մենք կդարձնենք Ամերիկան ապահով, ուժեղ, բարեկեցիկ, հզոր եւ կրկին ազատ։ Թրամփը Սպիտակ տուն ոտք կդնի գալիք տարվա հունվարի 20-ին, սակայն արդեն իսկ բանակցությունների մեջ է օտարերկրյա առաջնորդների հետ, ներառյալ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուի եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու։ Մոսկվան հերքում է տեղեկությունը, որ Դոնալդ Թրամփը զրուցել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հիշեցնենք, քարոզարշավի ընթացքում Թրամփի առանցքային խոստումներից էր պատերազմների արագորեն ավարտը։ Դիտորդների ներկայացմամբ ԱՄՆ 47-րդ նախագահը կարծես տրամադրված է ի կատարածել իր խոսքերը։ Մերձավոր արևելքի հարցում կարծում եմ Թրամփի ուղերձը կլինի արագացրեք եւ ավարտեք այս պատերազմը։ Ուկրաինայի հարցում դադարեցրեք պատերազմը։ Այդուհանդերձ Թրամփը երբևէ չի մանրամասնել, թե ինչպես է պատրաստվում դադարեցնել պատերազմները, փոխարենը հաճախ է քննադատել Վաշինգտոնում կայացված որոշումները Ուկրաինային հատկացնել միլիարդավոր դոլարների օգնություն։ Պատերազմի արագ ավարտը կարող է նշանակել լուրջ զիջումներ Կիևի կողմից, ինչը ըստ նախագահ Զելենսկու բացառվում է։ Ցանկանում ենք, որ այս պատերազմը արդար կերպով ավարտվի։ Համոզված եմ, որ պատերազմի արագ ավարտը նշանակում է կորուստներ։
Այս ամենի ֆոնին աստիճանաբար ավելի մեծ ուշադրության է արժանանում Ռուսաստանում հյուսիսկորեական զորքերի հայտնվելու թեման, ինչը տանում է միջազգային հարաբերությունների հետագա սրացմանը։ Թրամփը խոստացել է զբաղվել նաև Մերձավոր Արևելյան խնդրով, ուր հակամարտությունը Գազայից աստիճանաբար տարածվեց Լիբանան եւ հրեական պետությունը այսօր մարտեր է վարում Իրանի աջակցությունը վայելող երկու խմբավորումների՝ Համասի եւ Հեզբոլլահի դեմ։ Երկուսն էլ ճանաչվել են ահաբեկչական կառույցներ ԱՄՆ-ի ու բազմաթիվ այլ երկրների կողմից։ Ականատես ենք լինում իրանական սպառնալիքին, վտանգին իր բոլոր բաղադրիչներով, նաև տեսնում ենք Իսրայելի առաջ կանգնած մեծ հնարավորությունները խաղաղության հասնելու եւ այն ընդլայնելու ուղղությամբ։ Դոնալդ Թրամփը նաև խոստացել է կոշտ դիրքորոշում որդեգրել միջազգային առևտրային հարցերում, հատկապես Չինաստանի ուղղությամբ։ Թրամփին ուղղված իր շնորհավորական ուղերձում Չինաստանի նախագահ Սի Ցինպինը կոչ է արել հաստատել երկկողմ առողջ եւ կայուն հարաբերություններ։ Սի Ցինպինը նշել է, պատմությունը ցույց է տվել, որ Չինաստանը եւ Միացյալ Նահանգները օգուտ են քաղում համագործակցությունից եւ տուժում հակամարտությունից։ Արկա է նաև ԱՄՆ-ում գտնվող ապօրինի ներգաղթյալների հարցը, որոնց Դոնալդ Թրամփը խոստացել է զանգվածաբար արտաքսել Միացյալ Նահանգներից։ Երկուշաբթի նա հայտարարեց, թե ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնին է նշանակելու Թոմ Հոմանին, այդ կառույցի նախկին ղեկավարին, ընդլայնելով նրա լիազորությունները եւ ինչպես ամերիկյան մամուլն է գրում, նրան դարձնելով սահմանային ցար։ Անդրադառնանք այլ թեմաների։ Թիմ համակարգը նշել է կազմավորման 28-ամյակը։ Այս կապակցությամբ մեկ հարկի ներքո են հավաքվել տեղական ինքնակառավարման համակարգի ներկայացուցիչները, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի ու վարչապետի գլխավորությամբ։ Գնել Սանոսյանը եւ Նիկոլ Փաշինյանը արձանագրել են համակարգի կարևոր բարեփոխումները, համայնքների խոշորացումից մինչեւ ազատ եւ արդար ընտրությունների անցկացում։ Գործադիրը նաեւ ընդգծել է առկա կարևոր խնդիրները։ Մարզպետները եւ քաղաքապետները տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի ու վարչապետի գլխավորությամբ հավաքվել են մեկ հարկի տակ։ Նշում են տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման 28-ամյակը։ Այս համակարգում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել։ Վերջին տարիներին կարևոր բարեփոխումներ են իրականացվել, փաստում է Գնել Սանոսյանը։ 2015 թվականին մեկնարկած վարչատարածքային բարեփոխումների հիմնական փուլերն ավարտվեցին 22 թվականին։ Արդյունքում բազմաթիվ փոքր, անարդյունավետ գործող, ցածր ֆինանսական կարողություններ ունեցող 915 համայնքները միավորվեցին 71 համայնքներում։ Համայնքների սահմանափակ ֆինանսական, մարդկային եւ այլ ռեսուրսներն անհնարին էին դարձնում համայնքների զարգացման համար անհրաժեշտ ժամանակակից գործիքակազմի կիրառումը։ Համամասնական ընտրակարգի ներդրմամբ հնարավոր դարձավ տեղական ինքնակառավարման համակարգում քաղաքական մրցակցային համակարգի ներդրումը, քաղաքական պատասխանատվության ինստիտուտի ձևավորումը։ Վարչապետը եւս կարևորեց համայնքների միավորման եւ խոշորացման գործընթացը։ Նիկոլ Փաշինյանը անհանգստություն հայտնեց ազգային փոքրամասնություններով բնակեցված, չխոշորացված համայնքների հետ կապված։ Նրա խոսքով լուրջ ճեղք կա խոշորացված եւ ազգային փոքրամասնություններով բնակեցված փոքր համայնքների միջև։ Այդ ամենը անզեն աչքով երևում է։ Գործադիրի ղեկավարը համոզվել է այցերի ընթացքում։ Փաշինյանը շեշտում է, նման փոքր համայնքների ֆինանսավորման համար սուբվենցիոն համակարգում որոշակի փոփոխություններ են կատարել, սակայն խնդիրը դեռ լուծված չէ։ Իմ մտավախությունը հետևյալն է, որ միևնույն է այս միջոցներով մենք այդ ճեղքը չենք կարողանալու ոչ միայն լրացնել, այդ ճեղքը շատ մեծ տեմպերով է աճում եւ նրանք ովքեր եղել են համայնքներում, սա ակնհայտ առաջին հայացքից երևացող հանգամանք է եւ ինչու՞մ է լարվածությունը, քաղաքական լարվածությունը, որ կարող է X պահի տպավորություն ստեղծվել, թե Հայաստանում ազգային փոքրամասնությամբ բնակչություն ունեցող համայնքների նկատմամբ կա խտրական վերաբերմունք, որովհետև այդ ճեղքը աչքի է զարնում հենց այսօր։ Եվ սա մի հարց է, որ մենք ազգային փոքրամասնությունների մեր հարգելի ներկայացուցիչների հետ պետք է քննարկենք անպայման։ Վարչապետը նաև նկատում է, շատ լուրջ ճեղք կա քաղաքացու, համայնքի եւ պետության միջև։ Գործադիրի ղեկավարի խոսքով քաղաքացին պետք է համայնքն ու պետությունը ընդունի որպես իր տուն։ Մենք շատ քննարկված հարց է մեզ անում, որ հատկապես բազմաբնակարան շենքերի պարագայում, որ շեմքից ներս մարդու վերաբերմունքը միջավայրին ուրիշ է, շեմքից դուրս բոլորովին ուրիշ եւ այստեղ է, որ այս ճեղքը առաջանում, որովհետև սկսած շքամուտքից, բակից մարդը այլևս քաղաքացին չունի այն վերաբերմունքը,
ինչ վերաբերմունք ունի իր դռնից ներս։ 2018 թվականի հեղափոխությունից հետո այլևս ընտրություններ չեն կեղծվում։ Քաղաքացիները ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո արդար քվեարկությամբ ձևավորում են իրենց համայնքների ավականին, արձանագրում է Փաշինյանը, խոսելով արդեն թիմ համակարգում բարեփոխումների մասին։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ կարևորում է շարունակաբար կրթվելը, ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելը, ինչը կօգնի առավել արդյունավետ օգտագործել ռեսուրսները դիմակայելու մարտահրավերներին։ Սեփական ռեսուրսների նկատմամբ լիակատար ինքնուրույնությունը եւ ֆինանսական անկախությունը կարևորագույն նախապայման են իրական ինքնակառավարման համար։ Հաջորդ քայլը, որ պետք է տեղի ունենա, տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց ձևավորած կարողությունների շրջանակում հավելյալ ֆինանսական միջոցների հատկացումն է, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները ամեն մեկը իր տեղում լուծի այն խնդիրները, որոնք որ պարտավոր է լուծել։ Կառավարությունը շարունակում է ֆինանսական հատկացումներով աջակցել սահմանամերձ համայնքներին, իսկ թե ընդհանուր առմամբ ավարտվող տարվա ընթացքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար գործադիրը որքան գումար է տրամադրել մարզպետարաններին, Սանոսյանը ներկայացրեց լրագրողների հետ զրույցում։ Արդեն այս տարի 20 միլիարդ ենք հատկացրել, բայց ունենք եւս 2 միլիարդ մեզ մոտ բյուջեում, 5 միլիարդ ունենք կրթության նախարարության բյուջեում, մանկապարտեզների համար նախատեսված, այսինքն բյուջետային մասը կարելի է ասել 27 միլիարդ է, կախված արդեն համայնքները ինչքան կիրականացնեն, եթե նույնիսկ 27-ը չբավարարի, մենք որոշակի վերաբաշխումներ անում ենք տարբեր տարիներին այդպիսի process ունեցել։ Այսինքն նախորդ տարի էլ 22 միլիարդ էր, բայց վերջում կառավարությունը 30 միլիարդ 300 միլիոն հատկացրեց։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը շնորհակալագրերով պարգևատրեց ավելի քան 1 տասնյակ համայնքների ղեկավարների։ Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրով իրականացվող աշխատանքները տալիս են իրենց արդյունքները։ Գյուղատնտեսության ոլորտում ստեղծվեցին ինտենսիվ այգիներ, զարգ տրվեց բարձրարժեք մշակաբույսերի արտադրանքին Հայաստանում։ Կառավարությունն իր զարգացման հնգամյա ծրագրով գյուղացիներին աջակցության գործիքակազմ է ներդրել, որն ուղղված է գյուղատնտեսների խնդիրների նվազեցմանը։ 2018 թվականից մեկնարկած ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի արդյունքներն արդեն տեսանելի են։ Հայաստանում ձևավորվել է ինտենսիվ այգեգործության մշակույթը եւ այն զարգացման մեծ ներուժ ունի։ Մինչ օրս ծրագրի շրջանակներում արդեն ստացվել են շուրջ 7700 հեկտար այգեհինման հայտ։ Նշեմ, որ ծրագրի շրջանակներում թույլատրվում է, որպեսզի այգեհինման աշխատանքները իրականացվեն 2 տարվա ընթացքում, եւ այդ է պատճառը, որ արդեն մենք ունենք ամբողջական հիմնված շուրջ 2600 հեկտար այգի այսօրվա դրությամբ։ Ծրագրի նախնական փուլում գյուղատնտեսների կողմից հետաքրքրությունը բավականին ցածր էր, սակայն հետագայում այն բավականին ակտիվացավ, այգիների սպասարկման նպատակով նոր ենթակառուցվածքներ ստեղծվեցին։ Այդ 7700 հեկտար այգեհիմնումը ընդհանուր առմամբ ներգրավել է շուրջ 200-ից 230 միլիարդ դրամ ներդրում հենց այգեգործության ոլորտում։ Միայն այգեհինման աշխատանքներին է խոսքը վերաբերվում։ Ասեմ, որ 2024 թվականին մենք ունեցել ենք 780 հեկտարի այգեհինման հայտ, իսկ սուբսիդավորման փոխհատուցման բաղադրիչով Դրա մեջ ներառում է նաև փոխհատուցման բաղադրիչը, որտեղ մենք ունեցել ենք 120 հեկտարի հայտ։ Ինտենսիվ այգեգործության զարգացման փոխհատուցման բաղադրիչով ծրագրի շահառուներին փոխհատուցման մի մասն արդեն տրամադրվել է։ Մինչև տարեվերջ կփոխհատուցվի եւս 1 միլիարդ 700 միլիոն դրամ։ 2021 թվականին կառավարությունը հաստատեց 1000 հեկտար այգեհինման ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարարության ջանքերով յուրաքանչյուր տարի այդ ցուցանիշը գերակատարվել է։ Արդյունքում մինչև կառավարության զարգացման հնգամյա ծրագրի ավարտը կունենան տարեկան 1000 հեկտար հիմնված այգիներ։ Այն միաժամանակ համակցվում է մի քանի այլ ծրագրերի հետ։ Խոսքը վերաբերվում է վերջերս մեկնարկած մեկ ծրագրին, հողերի կոնսոլիդացիային։ Եթե ֆերմերը կամ իրավաբանական անձը իրականացնում է 5 հեկտար եւ ավելի, վերին սահմանաչափը 200 հեկտար է սահմանված, հողերի կոնսոլիդացում եւ ունենում է 1 կադաստրային վկայական եւ առաջիկա տարիներին այն ծառայեցնում է նպատակային, այսինքն գյուղատնտեսության նպատակով, ապա կառավարությունը փոխհատուցում է կադաստրային արժեքի 30%-ը։
Այգեհինման սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկայի համար կառավարությունը ևս առաջարկ ունի։ Գյուղատնտեսներն ու իրավաբանական անձին կարող են ֆիքսված 2% տոկոսադրույքով ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա։ Ծրագիրն ունի նաև ոռոգման արդիական համակարգերի աջակցության բաղադրիչ։ Այս դեպքում, եթե քաղաքացին կես հեկտարից մինչև անսահմանափակ հողատարածքում ուզում է ջրախնայող տեխնոլոգիաներ ներդնել, ապա կառավարությունը փոխհատուցում է ծախսերի 50%-ը։ Կառավարությունը առաջարկում է, որ եթե ռեզերվուարներ, ջրավազաններ են կառուցվում, ապա այդ կառուցման աշխատանքների ծախսերի 50%-ը նույնպես կառավարությունը փոխհատուցում է։ Մենք վերջերս ավելացրեցինք եւս մեկ այլ բաղադրիչ, իդենտիֆիկացրեցինք կարկտաբեր այն բնակավայրերը հիդրոթերապևտաբանական կենտրոնի հետ միասին, որոնց թիվը շուրջ 270-ն է, եւ կարգապաշտպան ցանցերի տեղադրման համար փոխհատուցումը սահմանեցինք 75% այգիների եւ հատապտղանոցների համար։ Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության ոլորտում գյուղացին հիմա արդեն նախապատվությունը տալիս է բարձրարժեք մշակաբույսերին։ Ամենամեծ ծավալը կազմում է թերևս Արմավիրի մարզը, այնուհետև Արագածոտնը, Կոտայքը, Արարատը, դրանք առաջին 4 հիմնական մարզերն էին, իսկ եթե թվարկեմ ըստ մշակաբույսի, ապա թերևս առաջին հորիզոնականում է գտնվում դեղցենին եւ նեկտարենին, այնուհետև մենք մեծ հետաքրքրություն կա նշենու այգիների նկատմամբ, ինչպես նաև կեռա, սալոր, պիստակ, ընկույզ։ Կառավարությունը սակայն իր հերթին 5 տարի շարունակ մոնիթորինգ է իրականացնում այդ տարածքներում եւ գյուղատնտեսներին զգուշացնում աշխատանքների մեջ թերացումների դեպքում եւ ժամանակ տալիս դրանք շտկելու համար։ Ձմռան ընթരാճ նախապատրաստական ակտիվ աշխատանքներից մինչև ուղևորափոխադրման միասնական համակարգ ու վթարային շենքերի բնակիչների խնդիրների լուծում։ Այս անգամ եւս քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության օրակարգը հագեցած էր։ Երևանի քաղաքապետարանը ձմռան ընթരാճ նախապատրաստական ակտիվ աշխատանքներ է տանում վերազինելու իր պահոցները։ Արդեն իսկ 25 ջրցան մեքենաներ վերապրոֆիլավորվել են աղցան մեքենաների։ Սկսվել են նաև աղի եւ ավազի պահեստավորման աշխատանքները։ Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Աղի եւ ավազի բանկատվալը, ավազի նույնպես։ Այո, կարմիր ավազ։ Նախորդ տարի օգտագործել ենք ավազ։ Այո, որոշակիորեն օգտագործել ենք, այս տարի եւս նախատեսում ենք օգտագործել ոչ ամբողջությամբ, բայց պայստավորել ենք։ Այսինքն ոչ բոլոր փողոցներում ենք նախատեսում իրականացնել, հատկապես բակային տարածքներում ավելի էֆեկտիվ է, բացի այդ -7 ջերմաստիճանից սառելու դեպքում աղը էֆեկտիվ չէ եւ այդտեղ արդեն կարիք կա ավազի։ Խորհրդակցության ժամանակ անդրադարձ կատարվեց նաև Մայրաքաղաքում ավտոբուսային ուղևորափոխադրմանն ու տոմսային համակարգից օգտվելու փոփոխությանը։ Նույնիսկ այս դժվարին պայմաններում մենք մի շաբաթվա ընթացքում մոտավորապես 24 միլիոն դրամի հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի ավտոբուսում։ Ճիշտ է՞մ, ֆիքսեցի թիվը 24 միլիոն 700 հազար։ Միջինացված տոկոսային ինչքան է գալիս։ 3 միլիոն 500 հազար օրական։ 3 միլիոն 500 հազար օրական 30 միլիոնի նկատմամբ, այսինքն 10%-ից մի փոքր ավելին։ Քաղաքապետը հանձնարարեց հաջորդ շաբաթ ներկայացնել, թե Հայաստանում աքսազերծման փուլում գտնվող 171 ավտոբուսներն ու 14 տրոլեյբուսներն ինչ շարժակազմով են աշխատելու։ Ավինյանը շնորհակալություն հայտնեց երևանցիներին տրանսպորտի միասնական համակարգի հարցում ցուցաբերած համբերության համար, թեև քաջ գիտակցում է, որ դա շատ դժվար է։ Այնուամենայնիվ ուզում եմ նաև մենք բոլորս գիտակցենք այդ միասնական տոմսային համակարգի կարևորությունը։ Երևան քաղաքը եւ մասնավորապես Երևանի ավտոբուսը միայն այս տարի 8.5 միլիարդ դրամ դեֆիցիտ է ունեցել պայմանավորված նոր շարժակազմերով, նոր որակի տեխնիկայով եւ այդ տեխնիկայի սպասարկման խնդիրներով, որը որ մոտավորապես միայն այս տարվա բյուջեի տեսանկյունից կազմում են ամբողջ Երևան քաղաքի ընդհանուր Երևան քաղաքի եկամուտների մոտավորապես 15%։ Հաջորդ թիվ քննարկվեց Ծիծեռնակաբերդի սպորտային համալիրի տարածքում Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի վերակառուցման մրցույթի հարցը։ Խնդրում եմ այսքան դետալների մեջ մի մտեք, ուղղակի լուծեք այդ խնդիրը, այն ինչ որ պահանջվում է անել, արեք եւ խնդրում եմ
րոպե առաջ մրցույթը հայտարարենք, փողը տվեք, ուրա ֆինանսականը մեր Տիկին Ավետիսյան, փողը տվեք, եթե փող ենք պարտք, եթե պետք է այլ փորձաքննողի ուղարկեք այլ փորձաքննողի, եթե այս փորձաքննողը սեղմ ժամկետներում, շատ սեղմ ժամկետներում համապատասխան փորձաքննությունը կիրականացնի, որպեսզի մենք անցնենք արդեն մրցույթային փուլին, թող ինքը իրականացնի, եթե ոչ, այլ, բայց այս դետալների մեջ ես չեմ կարծում, որ պետքա այս կազմով եւ բոլոր երևանցիներով մտնենք։ Մեզ պետքա օր առաջ այս մրցույթը հայտարարել։ Ընդամենը այդքանը։ Մնացածը արդեն ձեր խնդիրն է, դուք պետքա լուծեք։ Հաջորդ։ Փորձենք։ Չէ, Տիկին Բաբայան, չփորձեք, պետքա լուծեք։ Լուծենք։ Ավինյանի առաջարկով ներկայացվեց նաև Վարդաշենում վթարային վիճակում գտնվող երկու շենքի ճակատագիրը։ Քաղաքապետը նշեց, որ դրանց լուծման համար նախատեսվող գումարը մեծ է, իսկ քաղաքապետարանն իր բյուջեով չի կարողանում լուծել այն։ Վարդաշենի 6-րդ փողոց 66 կոտորակ 1 եւ 68 4 կարգի վթարային շենքերում բնակվում են շուրջ 180 ընտանիքներ։ Նշված ընտանիքների վերաբնակեցման նպատակով համապատասխան բնակելի ֆոնդ քանի օր համայնքը չունի եւ ֆինանսական միջոցներ չունի, դիմել են կառավարության աջակցությանը պետական բյուջեով համապատասխան գումար նախատեսելու հարցում։ Նախնական հաշվարկ են կատարել, անալոգիա կիրառելով Արցախի 4 նրբանցքի վթարայինի բնակիչների մասով, այսինքն բնականի գնման վկայագիր տրամադրելու միջոցով կպահանջվի շուրջ 3.2 միլիարդ դրամ։ Հիմա կառավարության հետ բանակցությունների մեջ ենք, համապատասխան գրություն ենք ուղարկել։ Իրական մամախիթար վիճակում են գտնվում այդ երկու շենքերն էլ եւ ինչ որ մի լուծում պետք է կարողանանք ներդրումային ծրագրով պարզա որ չենք կարող լուծել, բայց ինչ որ մի տրամաբանությամբ մի լուծում պետք է գտնենք այդտեղ։ Փոխարենը Տորքանգեղ արձանի հարակից տարածքի շինաշխատանքներն են ակտիվ ընթացքի մեջ, ներկայում անցկացվում են արտաքին լուսավորության եւ հողի լիցքի բետոնացման աշխատանքներ։ Շատ կարևոր նախագիծ է եւ շատ որակյալ նախագիծ է։ Միգուցե մենք վերանայենք հետիոտնային անցումների հետ կապված, լուծումները, քարովեր լուծումները, ճիշտ եմ հիշում, թե տոմետով էր։ Այնուամենայնիվ այդտեղ կարող ենք դիտարկել որոշ հատվածներում առհասարակ ավազային ինչ-որ լուծումներ մի քիչ ավելի բնական միջավայր ստանալու։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։